որ սենց տիպի պատչերը աչքերի տակի համար անհարմար են ու էլ երբեք չեմ առնելու։ Կյանքիս ամենամեծ խապկանքներից մեկը կառուկայի մեծությունը։ Խաղ եմ խաղում ու միամիտ բացահայտեցի, որ այս խաղի միջից է այս երաժշտությունը։ Եթե ինչ իմ աութֆիթը ինձ ընդհանրապես դուր չի գալիս, բայց քանի որ ուղղակի գնում եմ սթրեչինգի այսօր, ասացի շատ մտածել պետք չի։ Ինչպես միշտ իմ այս շոփերը մշտական ու ամենակարևորը, որ միշտ իմ հետ տեղի է ունենում, իսկ քարտս մոռանում եմ։ Всё։ Գնացինք։ Այս կադրի մեջ իրականում երբ որ ինքս ինձ նկարեցի, հետո նոր տեսա, որ ոտքս այդքան էլ գեղեցիկ դուրս չի եկել, գեղեցիկ ասելով ոնց որ այն ստանդարտներով, ինչը մենք սովոր ենք տեսնել Instagram-ում, YouTube-ում, ընդհանրապես բոլոր սոցիալական հարթակներում, առաջին միտքը որ եկավ, այն էր, որ ես կտրեի ուղղակի չերևար ոտքից հատվածը, բայց հասկացա, որ շատ նորմալ է, շատ բնական է ու այս սովորական աղջկա, սովորական 24 տարեկան աղջկա ոտքա, ով ստաբիլ շաբաթը 3 անգամ գնում է յոգայի, սթրեչինգի ու վազելու։ Ամենամեծ բանը, որ ինձ սովորացնում է, իմ նոթատետրում գրել է էտենա, որ սխալները աշխարհի վերջը չի ու միշտ կարելի է ուղղել։ Ու պատկերացրեք, ոնց եմ կարողացել ամենաառաջին էջի վրա journal բառը սխալ գրել։ Երբ որ ես մատիտով դաժե ընդգծել էի, որ պետք է հետո սև գրիչով մատիտով գծածը վրայից գրեի, ու ես մեկը բաց եմ թողնում ու տառի վրա ընդգծելը առաջին բառի մեջ։ Ու հենց ամենաառաջին էջը սխալով է սկսվում, հենց որ chaos makes the muse։ Ու ամենահետաքրքիր բանը, որ այսքան օգտագործել եմ իմ նոթատետրը, կադրից դուրս ես մի անգամ եւս էլի ստացել եմ Թեմուից պատվեր, որը չեմ նկարել unboxing, բայց
լիքը ստիկերներ եմ էլի պատվիրել, ոնց տեսակ։ Բացի ստիկերներից պատվիրել եմ նաև washi tape-եր տետրիս մեջ սիրուն կպցնելու համար։ Հասկացել եմ, որ ես երևի թե երբևէ չեմ թողնի նոթատետրում գրելը ու իմ տեսած բոլոր էմոցիոնալ հասուն մարդիկ նոթատետր են ունեցել։ Բոլոր երջանիկ մարդիկ նոթատետր են ունեցել։ Իսկ այստեղ իմ Bumble կոֆեն է, որը շատ սիրեցի, էլի փորձել էի, մոռացել էի համը, այս անգամ էլի փորձեցի, ոնց որ fancy ամերիկանո, որ ուղղակի չի ուզում նորից սովորական ամերիկանո վերցնել, նարնջի սոկ պլյուս ամերիկանո։ Իմ ոնց որ ամերիկանոյի ինչ որ մի ալտերնատիվ դրսում ամպամած է, արդեն անձրև է գալիս, ես հասցրեցի գնամ յոգայի, հետ կամ տուն։ Ատամս է սկսել ցավալ ու շատ տարօրինակ եմ զգում, որովհետև այդ հենց սենց ցավ չի, այլ քանի որ ես սենց շատ հիպերսենսիտիվ մարդ եմ, շատ զգայուն մարդ եմ, ընդհանրապես մանավանդ ատամներիս պահով, ատամներիս հարցում, որ թեթև ինչ-որ աննշան դիսկոմֆորտ եմ զգում, ինչ-որ մի ատամի վրա կամ ինչ-որ շատ աննշան։ Մի անգամից ինձ պետք է գնալ ստուգման, կա չէ, կաշմարները, որ nightmare-ը տենում եք քնելուց, ամեն մեկի մոտ ինչ-որ մի բան է, չէ, որ անդադ նույն երազներն եք տենում վախենալու, իմ մոտ այդ ատամների հետ կապվածն է միշտ, երբ որ թեթև ինչ-որ ցավ եմ զգում, անպայման առաջին արդեն զանգել եմ, գրանցվել եմ, որ պետք է գնամ ստուգման, եթե երևի մի տարի առաջին վլոգները նայել եք, այդքանի հետ երկար եք իմ հետ եք, հիշում եք, որ տենց մի ընթացք էր, որ ես ամեն շաբաթ մի ատամ էի սարքում։ Դրա համար հիմա շատ ավելի ուշադիր եմ այդ ամեն ինչին, որ մի հատ թից չին ինչ-որ մի բան արենում, մի անգամից պետք է գնալ ստուգման։ Նաև երեք պատրաստել էի սենց սիսեռով աղցան, սիսեռի հատիկները հատ առ հատ ձեռքով հանել եմ այդ վրայի բլոնկաները, որովհետև ինտերնետում կարդացել էի, որ շատ մարսողությանը վատ է, սիսեռը ընդհանրապես դենց դժվար է, պետք է մի օր առաջ որոշես, որ սիսեռով սալատ ես ուզում սարքես, որ 24 ժամ ջրի մեջ պետք է թողնվի սիսեռը, հետո մի ժամ էլ եփվի, որ չգիտեմ, ինձ համար որ համեղ ստացվի։ Ու այսպես նստել եմ, իմ լանչն եմ անում, պատոհանակոքին, առաջին անգամ եմ պատոհանակոքին հաց ուտում, բայց երբ որ ստեղ նստեցի, հասկացա, որ դուրս շատ գալիս է մի անգամից ինձ պատոհանից դուրս նայել ու աշխատելը, բայց աշխատանքս դեռ հələ մի ժամից է սկսելուն, հենց որ հիմա ուզում եմ on-line shopping անել։ Մենք էլ մի հատ նոր առաքման ծառայություն եմ գտել, որ Իսպանիայից ու Ամերիկայից առաքում են Հայաստան։ Ես որ օգտվում եմ, չգիտեմ, ոչ մի բանը ռեկլամ չի այս վիդեոյի մեջ, ուղղակի իմացեք։ Ես որ միշտ օգտվում եմ Onyx-ից, արդեն սովոր եմ Onyx-ի հասցեները բոլոր սայթերում save ա եղած, միշտ մենակ օգտվում եմ Onyx-ից։ Հիմա այդ նոր ծառայությունից եմ ուզում օգտվել, չեմ ուզում անուն տալ, որտեղ տեսա որ նոր է բացվել, բայց էլի sense ոնց որ վստահություններ ներշնչում, բայց ուզում եմ ինչ-որ մի հատ թեստ անեմ, փորձարկում անեմ, տեսնեմ իրոք նորմալ հասնում է ապրանքը, իրանք նորմալ առաքում են թե չէ, որովհետև ամեն դեպքում Onyx-ը արդեն sense վստահելի է, որ գիտես չի կորի քո իրերը, իսկ այս նորը դեռ չեն, հենց որ sense մի երկու ասենք մայ կա եւ այլն, այդպես բաներ զառայից պատվիրենք, տենանք ոնց կհասնի։ Գիտեք իրոնիան որտեղ է, որ ես գրեցի իմ նոթատետրում այսօր, որ դուրս եմ եկել ու ծառերն հենց կանաչ են արդեն, փողոցը լցվել է, շատ սիրուն է ու տենց մի 20 րոպե հետո գալիս են ու սկսում են հենց այդ կանաչ ծառերը կտրատել փողոցից։ Սիրտս սկսեց ցավալ։ Ամբողջ օրը մտածելուց հետո պատվիրել եմ երկու բան, առաջինը սա է, այս սպիտակ ժիլետը ու այս ակնոցները, որտեղ մի բան պետք էր պատվիրել, որ առաքումը անվճար կար։
Հույս ունեմ ինձ կսազի, երբեք սենց ակնոցներ չեմ ունեցել։ Բարի լույս, գնում եմ ատամնաբուժի ու եթե ատամնաբուժից հետո սենց կոֆեն ձեռս հետ գամ տուն, արդեն որոշել եմ, ամեն ինչ լավ լինի, կվերցնեմ կոֆե։ Ճիշտ է իմ ձեռքին չկա կոֆե, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չի, ուղղակի պետք էր ինչ-որ մի հատ ատամ պլոմբել, ուղղակի չի ստկանել։ Բայց ամեն դեպքում եկա այս կոֆե չառա, որտեղ հիշեցի, որ այս տունը drip կոֆե ունեմ, երկու ուրիշ բան եմ առել։ Ճանապարհի 7 մասի խանութների մոտով, որ ժամանակ ունես դանդաղ ես քայլում, ինձ աչքդ մի երկու բաների է ընկնում, ուրեմն առաջին բանը այս clipboard եմ որ բաների ժամանակ սենց կանգնում են, ինչ-որ մի բանը ձեռքին խոսում են, հայլի, որովհետև բոլոր հայլիները իմ տան մեջ նենց տեղ են, որտեղ պատուհան չկա, ինձ պետք էր մի հատ հայլի, որը կդնեմ ես սենց պատուհանակողքին, պատուհանի մոտ, որ մեյքափ անելուց, քսվելուց, հենց ոնց որ ուղիղ արևի ճառագայթների տակ նստած լինեմ։ Ամենասովորական հայլին, որ տեսել եք բոլոր խանութներում։ Լիահանել արդեն։ Այս հայլին տվել եմ 650 դրամ։ Նաև մտել եմ սուպերմարկետ, առել եմ ֆանտա, հավի նագեցներ։ Մտածում էի այսօր երեկոյան ինչ-որ սնեք չունենք ֆիլմ նայելու համար, այդ նագեցները վերցրեցի, որ ուղղակի էր ֆրայեր դնեմ ու դառնա սնեք։ Ժամը 1-ն է հիմա, ուղղակի ժամից աշխատանքը սկսում եմ, ուզում եմ լողանալ, skin care անել, նկարել reels, TikTok, reels, TikTok, skin care-ի վերաբերյալ։ Երևի ուղղակի ամեն ինչը հեռախոսից մեջից airdrop անեմ MacBook-ին, որ հեռախոսից մեջ տեղ ազատվի էլի բաներ նկարելու։ Ու սկսեմ աշխատանքս։ Այդքանը։ Այս հայլին երևի ամենամեծ, ամենալավ գնումն էր այս տարվա։ Սրանից ավելի լավ բան։ Ամբողջ օրը գլուխս ցավացել է, եղանակը նենց մռայլ է, նենց ամպեր է, չգիտեմ, ճնշումս երևի ընկել է ուժեղ։ Եղունգներս արդեն վերջնական անդազահան անելուց հետո հասկացա, որ ժամանակն է, որ նստեմ ու այսին ճապոնական մանիկյուրի պարագաներ օգտագործեմ։ Շատ լավ օգնող արդյունավետ միջոց է, առանց ինչ-որ մանիկյուրի, առանց շիվակի եղունգներին փայլ հաղորդելու։ Բայց չգիտեմ ինչի պատվիրելուց հետո երևի 2-3 անգամ եմ օգտագործել ընդամենը։ Չնայած պետք է օգտագործել տենց 2 շաբաթը մեկ, բայց անդադ մոռանում եմ ու չեմ զբաղվում եղունգներիս խնամքով ու դրա համար վերջնական որոշել եմ, որ հաջորդ 20 րոպեն ես միացնում եմ YouTube վիդեո, ուրիշ ոչ մի բան չեմ անում, նայում եմ YouTube վիդեոն ու աշխատում մատերից, եղունգներից վրա։ Ուրեմն ֆիքսեք առաջ և հետոն կտեսնեք քիչ անց։